ամենակարևորը եւ հետո գալիս է նորից էլի ճնշում են, որտեվ այս համայնքապետերը եւ այլն, ովքեր ճնշումներ են գործադրում, նրանք էլ հենց ընտրվել են ամեն մարդու քվեով։ Եվ հիմա դրա համար կխնդրեմ նաեւ մեր ներկայացուցիչները, մեր տղաները հանձնենք մենք։ Մենք մի փոքր ուշացանք, էլի խնդրեմ սկիզբը կասեք, հիմա այս նամակը ինչու է հանձնվում։ Հիմա այս նամակը հանձնելու նպատակը նախ մենք տեսնում ենք, որ հրապարակային դաշտում իշխանության կողմից չկա ոչ մի արձագանք։ Գիտեք, եթե լիներ սա օրինակ որևէ ընդդիմության կողմից կատարված, միանգամից շոուներ, բանավեճեր, աղմուկ, ամեն մի падգամավորը մտնելու էր, սենց լայվեր աներ, բան, ու դրանով փորձեին ստեղծել պատրանք, որ իրենք են զոհերը, իշխանությունը, մինչդեռ սրա գլխավոր կազմակերպիչը եւ այս ամենը առաջ տանողը հենց իշխանությունն է, եւ մեր նպատակը ոչ թե տեսանյութով պատասխանատվության հարցը կոնկրետացնելն է այն ուսանողների վրա, որոնց ճնշում են, այն դասախոսների վրա, որոնց ճնշում են ուսուցիչները, այլ խնդիրը համակարգային է եւ խնդիրը վերևից է գալիս։ Մենք պետք է բացահայտենք, կանխենք այս շղթան, որ կա, որով մեզանից գողանում են մեր ընտրությունները։ Պարոն Թաթոյան, այսօր տեսանք, որ հերթական դրվագը աղմկահարույց արձանագրվեց Փաշինյանի քարոզարշավի ընթացքում եւ թիրախավորվեց 44-օրյա պատերազմում բռնի անհետացած բարձրաստիճան սպայի քույրը, նրա համատեքստում ուղիղ ֆիզիկական սպառնալիքի կոչեր հնչեցին։ Այս առնչությամբ թեև արել եք կարճ տեսաուղերձ, ամեն դեպքում մանրամասնեք ինչ գնահատականի պիտի արժանանար այս սպային, որ չի լինի։ Առաջինը, նա ամենակարևորը մեզ համար ուղղակի այս իրավիճակը ուղղակի սարսափելի, անգամ չգիտես ինչ բառով նկարագրես, երբ երկրի ամենաբարձրաստիճան պաշտոնյան, գործադիր իշխանության ղեկավարը կարող է թույլ տալ իրեն այդպես խոսել մարդու հետ, կնոջ, հայ կնոջ հետ, առհասարակ մարդու հետ, եւ ինչ կապ ունի դու, ինչ խնդրով է այդ մարդը եկել, կապ չունի անգամ այդ մարդը ճիշտ է, սխալ է, դու որպես բարձրաստիճան պաշտոնատանանց պարտավոր ես նրա հետ խոսել հարգալից, նրա ի վերջո քաղաքացին է, չէ, այս իշխանության ձևավորողը, ձայն տվողը, քվեարկողը, այս սա է, որ գիտեք, մեր համակարգի խնդրեմը, մենք պետքա վերջ տանք ի վերջո այս արատավոր երևույթին, նայեք, երբ տեսեք թիկնապահների ներկայությամբ, ինչա ինքը տենց գորգորում մունատ գալի, որովհետև թիկնապահների ներկայությամբ է, գիտի, որ իշխանություն ունի, պաշտպանված է եւ տեսեք մարդուն ոնց է վերաբերվում։ Սա ես նշեցի նաեւ, որ մենք պետք է սրանով վերջ դնենք մեր այսքան տարիների այն արատավոր երևույթին, որ պաշտոնյան կամ ինչ-որ թիկնապահներով մարդիկ կարող են մարդկանց հետ այսպես խոսել ու անպատժելի մնալ։ Ես նկատի ունեմ այստեղ այն արատավոր բարքերը, որ եղել են։ Պարոն Թաթոյանը, ինչու է ընտրություններից առաջ ըստ էության դարձյալ արցախահայությունը թիրախավորվում, ատելության խոսք գեներացվում վարչապետի կողմից, ըստ էության դա կարելի արձանագրել։ Նայեք, նախ սա նրա համար բնականաբար այդ ատելությունից ինքը սնվում է եւ արցախցիների միշտ թիրախավորելով փորձում է այդպես հասնել իր նպատակներին, եթե դուք նկատի ունեք այսինքն պարակտում մտցնելով, եթե դուք նկատի ունեք այն տեսանյութը, որ հրապարակվել է այսօր, այդ բռնությանը վերաբերող կամ զուգահեռ կնոջ դեպքը դրան կանրադառնանք այդ տեսանյութը։ Նայեք, կնոջ դեպքով մի բան էլ ասեմ, տեսեք, ես հատուկ նշեցի իմ խոսքում, սա նաև այն 35 տարիների խնդիրն է, որ մենք ունեցել ենք, այստեղ նաև նկատի ունենալով իհարկե ոչ թե երկրի ղեկավարներին անձամբ, բայց այն բարքերը, որոնք կամ այն անձինք պաշտոնատարած կլինի ինչ-որ թիկնապահներով տարբեր մարդիկ, որոնք եղել են տարբեր ժամանակաշրջաններում, դրանք միշտ եղել են, մենք դրանք միշտ տեսել ենք, բայց որ երկրի ղեկավարը այսպես խոսի, սա շատ բացառիկ արդեն դեպք է, սա արդեն մենք այստեղ գիտեք համակարգն է կարևոր, մեր քաղաքացիներով մենք պետք է որոշենք, մենք ուզում ենք, որ այսպիսի ղեկավար մենք ունենանք, մենք ուզում ենք վերջ տանք այս համակարգին, մենք ուզում ենք, որ պաշտոնյաները մարդկանց հետ խոսեն նորմալ, պաշտոնյաները վերաբերվեն մարդկանց որպես քաղաքացիներ, այլ ոչ թե ուղղակի գործիքներ, որոնց ժամանակից առ ժամանակ ընտրելու ժամանակ ուղղակի գնում են դիմում են եւ մուրում են ուղղակի, հələ տեսեք ինչ են անում, չէ՞, մխկը տալով մարդկանցից ձեներ են մուրում, իշխանության մասին է խոսքը, մարդկանցից ձեներ են մուրում, սա է կարևորը, որ երբեք նման բան չունենանք։ Պարոն Թաթոյան, երբ տեսանյութ հրապարակվեց
ահաբեկչության վերաբերյալ ըստ էության սպառնալիք Նիկոլ Փաշինյանի նկատմամբ արդեն քրեական վարույթ է նախաձեռնվել։ Դուք ինչ գնահատական, ինչ կարծիք ունեք այդ տեսանյութի վերաբերյալ։ Մեզ համար բռնությունը բացարձակ անթույլատրելի է, ցանկացած բռնություն ինձ համար, մեր թիմի համար անթույլատրելի է։ Մեզ համար ամենակարևորը, որ պետք է ունենանք իրավունքի պետություն, բռնության ցանկացած դեպք պետք է բացահայտվի եւ պատժվի, պատասխանատվություն լինի, ով էլ ուզում է լինի, ում նկատմամբ էլ ուզում է լինի, սա հստակ։ Մյուսը, այս տեսանյութի հետ կապված, նորից էլի այո, պետք է անհապաղ քննություն արվի, բացահայտվի, բայց գիտեք ինչ կա, պետք է բացահայտվի նաև արդյոք սա պրովոկացիա չէ եւ այս իշխանությունները չեն կազմակերպել, որովհետեւ նրանք նաև շատ են թիրախավորում արցախցիների եւ հարց է առաջանում, ինձ մոտ այդ հարցը ողջամիտ շատ հիմնավոր կասկածը առաջանում է, որ հենց այս իշխանությունն էլ օրինակ կազմակերպել է, որպեսզի հետո թիրախավորի արցախցիների։ Եթե այդպես չէ, նրանք պետք է մանրամասն բացատրություններով ցույց տան, ապացուցեն, նաև հակառակ կողմնակիցներին համոզելու համար, որտեղ դա նրանց գործելավոճն է։ Եվ սա պետք է օբյեկտիվ, հրապարակային հանրության աչքի առաջ քննությամբ պարզվի։ Իրականում ինչի մասին է խոսքը, բայց բռնությունը նորից եմ ասում, ում նկատմամբ էլ ուզում է լինի, մեզ համար բացարձակ անթույլատրելի է, չի կարելի Հայաստանում մեր երկրում նման կերպ հարցեր լուծել, որովհետեւ դա կործանարար է մեզ համար։ Հիբրիդային պատերազմի դրսևորում եք սա արդյոք նաև համարում, այդպես են իշխանականները մեկնաբանում։ Գիտեք, խոսքը նախ եկեք սենց ասենք, էլի այդ տերմինները, որ իշխանությունը անընդհատ օգտագործում է, չարաշահում է, դա ցանկացած ինչ որ պատերազմ, նման բաներ, օրինակ նման խոսույթները չպետք է լինեն, բայց ակնհայտ է, որ իշխանությունը այդ ամենը հոգոտ իր շահերի մանիպուլացնում է։ Հիմա որ իրենց հարցն է, ինչ է, մենակ վերաբերում է իրենց շահերին, բայց ոչ երկրի համար։ Համար մենք պարզ լեզվով խոսում ենք մեր քաղաքացիների հետ, ոչ թե այդպես վախեցնող տերմիններով, պարզ ասում ենք մեր քաղաքացիներին, որ մեր երկրում չպետք է լինի բռնություն, մեր երկրում չպետք է լինի այնպիսի իշխանություն, որը անընդհատ հրահրի, պրովոկացնի, ատելություն սերմանի եւ այլն։ Ու նման դեպքերում էլ որ կասկածները լինեն նաև արդյոք այդ իշխանությունն է արել այդ պրովոկացիան թե չէ։ Այսա պետքա որ անհապաղ պարզի հենց քննությունը։ Շատ հաճախ քաղաքացիները չեն իմանում այդ օրենքի ամբողջությունները, նրանք անմիջապես ենթարկվում են այն ճնշումներին, իրենց հրահանգվող ընտրություններին այս կամ այն ուժին ձայն տալու համար։ Ինչ մեխանիզմներ կան այս քաղաքացիներին նախ տեղեկացնելու եւ որպեսզի իրենք հենց պաշտպանված լինեն իրենց իմացությամբ, ոչ թե նման դեպքերով էլի ազնանալ։ Դե նայեք, նախ առաջինը ամենակարևորը, որ մեր քաղաքացիները այդ դեպքերի մասին բարձրաձայնեն, եթե չեն ուզում բարձրաձայնեն, նաև վախեր ունեն եւ այլն, որտեղ էլի վախեցնում են իշխանությունները, օրինակ մեզ դիմեն նաև, որտեղ մենք ունենք թեժգից գործարկված, մենք անհատական աշխատում ենք նաև մեր քաղաքացիների հետ, տարբեր դեպքեր կան, միայն այդ ձայնագրությունը չի, եւ մենք երաշխավորում ենք նաև, որ մասնագիտական մոտեցմամբ անպայման կպաշտպանենք մեր քաղաքացիներին։ Ինչ վերաբերում է պատասխանատվության ենթարկվելուն, տեսեք, այս իշխանությունը, քանի որ սա բարձր մակարդակից է կազմակերպված իմ համոզմամբ, մեր թիմի համոզմամբ, այստեղ եւ ամեն անգամ նրանք ասում են, ուսանողներին կպատժենք, տնօրեններին, ինքն է չէ ասում, կառավարության ղեկավարը, ասում է տնօրեններին ասել եմ դիմում գրի։ Անկամ նույնիսկ քննություն էլ չի անցկացվում։ Տեսեք, քանի որ իրենք են հենց հետո տանում են մեղավորը դարձնում են, իրականում հակառակը պետք է լինի, վերևից պետք է գանք։ Այստեղ հարց է դառնում, բայց ումից մենք գնանք ինչ ուզենք, ումից մենք գնանք պատասխանատվություն ուզենք մեղավորների, երբ որ հենց այդ մարդիկ էլ կազմակերպիչներն են։ Դրա համար այստեղ մի քանի բան կա, առաջինը, ինչպես ասացի, ահազանգով անպայման տեղեկացնել, նաև հանրային վերահսկողությունն է շատ կարևոր, որ իմանանք բոլորը լրագրողները, հանրությունը եւ այս process-ը կանխենք, իսկ ամենակարևորը մեր քաղաքացիները պետք է գնան եւ ընտրությունը կատարեն առանց այդ վախերի, որովհետեւ նրանց չեն կարողանալու վերահսկել քվեախցիկում գաղտնի է ամեն ինչ։ Սա հատուկ ուզում ենք ասել, որ մարդիկ չվախենան հանկարծ դրանից։ Այս իշխանության նպատակն է ինքը տեսեք ինչ են սենց ատելություն սերմանում, տիկնոջը քաշքշում, գոռում ունատ գալի, որ այնպես անեն մարդիկ զզվեն չգնանել ընտրությունների։ Ես կարծում եմ հակառակը, մենք դրանից պետք է ավելի մեր որոշումների մեջ ամրանանք ու անպայման այդ քվեախցիկում որոշումը կայացնենք առանց այդ ճնշումները կամ անտեսելով կամ հաշվի չառնելով։ Եվ գիտեք մի բան էլ այստեղ կա։ Նորից եմ ուզում սա կրկնեմ, քվեախցիկում քաղաքացին ամենազորն է։ Առհասարակ ամենազորն է, բայց քվեախցիկում այդ պահին
պետք է նկատի ունենա, որ հանկարծ եթե իշխանության այդ վախերով է ղեկավարումը քվեարկում է, նրանից այդ պահին գողանում են իշխանությունը, տանում են իշխանությունը, հետո նորից ճնշելու են։ Բացի Արմավիրի հայտնի ձայնագրությունից ձեր գրասենյակ դիմաց այլ նմանատիպ ձայնագրություններ կան եւ ինչ քայլեր են արվել։ Այո, կան եւ մենք այս հաղորդման մեջ դրանք էլ ենք նշել, օրինակ նույն Արմավիրում նաեւ ինչ էին արել, երբ մենք հրապարակել էինք տեղեկություն, որ մեր կամավորների հետ հանդիպումներ էին եղել երիտասարդների, համայնքապետարանի տարբեր պաշտոնյաներ քաշել էին, ներբերել էին նկարները, իդենտիֆիկացրել էին մարդկանց, ովքեր են, ուղարկել էին աշխատանքի վայրեր, քոլեջ եւ այլն, նրանց ծնողներին էին նույնականացրել, հետո գնացել էին նաեւ տներ եւ ընտանիքին վախացրել էին, ծնողներին եւ այլն աշխատանքի սպառնալով, սրա մասին շատ լավ ռեպորտաժներ նաեւ պատրաստվեցին, օրինակ Ազատություն ռադիոկայանը եւ մեր կամավորները խոսեցին նաեւ, ասեցին այս մասին։ Այս դեպքը նույնպես նշել ենք, բայց տեսեք, մենք ունենք եւս մի դեպք, օրինակ ջրի տեսուչ ներկայացող անձին գնացել էին եւ մարդկանց ուղղակի ճշտել էին ում եք ընտրելու, բայց ես բաց ցուցադրաբար ցուցակներում նշումներ էին արել։ Մի հատ էլ Նիկոլ Փաշինյանի օգտին քարոզ էին արել, նշումներ էին արել, որտեղ ընտրողը պարզվել էր մեր քաղաքացին է։ Մենք չենք էլ ճանաչում բնականաբար, հետո զանգով հաղորդագրությունով իմացանք։ Ու մի հատ էլ նշում էին արել, որ չէ, չի ընտրում Նիկոլ Փաշինյանին, այն մյուսներ կողմնորոշված չէ, այդպես թողել էին հարց, այսինքն սրանք տեսեք, այս կերպ մենք պետք է անպայման, նորից եմ ասում, մենք դեպքերը այս ցույց տանք, բայց սա չպետք է որևէ կերպ իշխանությունը այն առավելությունը առիթից օգտվեն եւ փորձեն մեղքը գցել էլի ուսանողների, ուսուցիչների, տնօրենների վրա, այս է շատ կարեւոր է։ Փոքր բան, եթե տեսեք այդ ահաբեկչության